Սահմանամերձ Ռանչպար գյուղը շուրջ 1800 բնակիչ ունի, այն Հայաստանի եզակի բնակավայրերից է, որտեղ բնակչության թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Սակայն ինչպես նշում է բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակի մասնագետ Արմեն Մանուկյանը, դա տեղի է ունեցել բռնի տեղահանված և գյուղում հաստատված արցախցիների հաշվին։ Ռանչպարում Արցախից բռնի տեղահանված 72 ընտանիք է ապրում։ Հադրութցի Լևոնի ընտանիքը ևս տեղահանումից հետո հաստատվել է այս գյուղում։ Դժգոհ չէ, ասում է, հարմարվել են, տարբեր աշխատանքներ կատարելով կարողանում են ընտանիք պահել։ 20 թվականին եմ եկել տեղավորվել այս գյուղում Ռանչպարում։ Զբաղվում ենք հողագործությամբ, տենց ամեն գործ ինչ պատահում ենք։ Ռանչպարցիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ, թեև այդ աշխատանքները սպասված եկամուտը չեն ապահովում։ Պատճառները տարբեր են՝ հողերի և ոռոգման ջրի որակ, գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրներ և այլն։ Հողի որակն է անգած, ջուրն է մի քիչ այդ արտիզան ջրը, հորքային ջրերը, որով ջրում են, աղը շատանում է հողի մեջ, հողի որակն գնում է չի մշակել էլի։ Հետո արտադրանքը չեն կարող վաճառեն։ Հողերը ուժի ծնգել են, էլի, այդքան եկամտաբեր բան չունեն, էլի հողերը։ Անասնապահություն էլ է քիչացել։ Շատեր խոպան, Ռուսաստան, Ֆրանսիա մկա։ Գյուղի շատ կան որ Երևան են աշխատում։ Հիմա շինարարություն շատ է, էլի արդեն։ Ես էլ առաջ հողամասը մշակեի, հիմա ավազանք եմ աշխատում, բայց ստեղ չէ։ Մեր գյուղում էլ կան ավազանքեր, բայց ես հոկտեմբերյան եմ աշխատում, գնում գալիս եմ։ Գյուղում կա դպրոց, նախակրթարան և ամբուլատորիա, մասամբ ասֆալտապատվել է Մարսիս Ռանչպար ճանապարհահատվածը։ Գյուղամիջյան 2 փողոց է բարեկարգվել, ևս մեկը նախատեսված է ծրագրով։ Այս տարի գյուղ կհասնի նաև գազը։ Ոռոգման ջուրը ըստ Արմեն Մանուկյանի գրեթե բոլորին հասանելի է, սակայն խմելու ջուր չկա և չի էլ եղել։ Ոմանք օգտագործում են խորքային հորերի ջուրը, սակայն գյուղացիներից շատերը գնում են ջրատար մեքենաներով բերված ջուրը կամ օգտվում են հատուկ այս սարքից։ Խմելու ջուր չունենք ընդհանրապես, չի էլ եղել։ Իսկ այդ խորքային ջրերը խմելու չեն։ Դե ասենք օրինակ առաջնում, ես օրինակ 29 տարվա բնակիչ եմ այս գյուղում, առաջնում խմում էին ու տենց խնդիր չկար, հիմի չգիտեմ, եթե Երևակայի ձկնաբուծականներով որ այդ հորքային ջրերը սկսան ծակել ձուկ պահելու համար, մի քիչ ջրի որակը ընկավ, էլի, առաջվանը չի, առաջ սկզբի տարիներին խմում ենք, հիմա մենք գնում ենք։ Տրանսպորտի խնդիրը մասամբ է կարգավորված, մեկ երթուղային է գործում, սակայն միայն ցերեկային ժամերին և աշխատանքային օրերին։ Տրանսպորտի խնդիր ունենք իհարկե, ես մի տրանսպորտն է ժամը 1-ը գնում գալիս, կիրակի օրերը չեն աշխատում ընդհանրապես, տենց ժողովուրդը օգտվում են տաքսի ծառայություններից կամ հարևաններով սենց մեկը մյուսին օգնելով։ Մեկը մյուսին օգնելու ավանդույթն այստեղ պահպանվում է, օրինակ տների շինարարության ժամանակ կամ քաղաքից մթերք կամ ինչ-որ իր բերելու դեպքում։ Միմյանց օգնելու անհրաժեշտություն առաջացավ նաև վերջերս տեղի ունեցած հեղեղումների ժամանակ, երբ Սևջուր գետի հունը բարձրացել էր և լցվել մարդկանց նկուղները, ջերմոցներն ու հողատարածքները։ Նստվածքը շատացավ, մամուռը շատացավ, բնապահպանություն դե չի գործում вообще, ոչ մեկ հետևողական չի, գալիս են, նայում են, նկարում են, գնում են, ուրիշ ոչ մի բան չեն անում, էլի, որ ասենք բարելավեն գոնե բնապահպանական այդ նորմերը։ Այնպես չէ, առաջի տարիներ, ես 2008 թվին սրանից բեթարա բարձրացել է։ Հետո գետն առաջ մաքրել են, հիմա չեն մաքրել։ Սևջուր գետի հունի բարձրացման պատճառներին, ռանչպարցիների կրած վնասներին և պաշտոնյաների արձագանքներին դեռ կանդրադառնանք առանձին հատուկ տեսանյութով։ Էդուարդ Մխիթարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Արարատի մարզ, գյուղ Ռանչպար։